Արկելի հայրենագիցներ, կողջունենք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Մի քանի վայրկյաններեն բյուրնենք մեր ուղի եթեր ծառայությունը, պիտի խնդրենք ձեզ գաբեք, կապնվեցեք ձեր քույր եղբայրներուն հետ հանդիպում ունենալու այս օրտնապեր ծառայության։ Այսօր ավակ շաբաթն է եւ ավակ շաբաթվա չորեքշաբթին է, գուզենք կարևոր նյութերով խոսել իրար հետ եւ գուզենք քիչ հետո իրար հետ սերդել այն 7 խոսքերը, որ Հիսուս ըսավ խաչին վրա։ Ուրեմն կապնվեցեք մեր հետ, մի քանի վայրկյաններեն կվերակտնենք իրար, ընչեցեք ձեր ընկերներուն, բարեկամներուն, ընտանիքի անդամներուն, որովհետեւ միասին անանք այս օրտնապեր ծառայությունը։ Առաջ
խորհրդական հավիտենականության սքանչելի խորհրդական հավիտենականության խաղության իշխան ով զոր Աստված քո արքայություն չունի սահման բացրե քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես տերտերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես տերտերած տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ձուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ձուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Օրտնյալ է երրորդության մեր Աստվածը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, Պարավորվի մեր Տերը, որ մեզ մեմևս հավաքեց այստեղ Տիրոջ խոսքի շուրջ իր ներկայության մեջ, Սուրբ Հոգի ներկործությամբ, որբեսի կարողանանք այս բահերը իրար հետ անցկացնել, այս ավագ շաբաթվա ընթացքին, այս կարևոր շաբաթը, որ մեր ամբողջ քրիստոնեական հավատքի հիմքն է եւ որուն վրա մենք դրած ենք եւ մեր փրկությունը եւ մեր ազատագրությունը եւ մեր աբակայի հույսը իրեն լափարք բարի եկաք սիրելի քուրիախբարներ այս գեղեցիկ ժամուն այս մեր ծառայության ճշմարտության խոսքը որ գսպրվի Փարիզեն ուրախ ենք ցեզ վերագտնելու ինչպես միշտ ամեն չորեքշաբթի այսօր ուզեցինք հadouk գանք առնել անցած շաբաթ առաջին Պետրոսը վերջացուցինք հաջորդ շաբաթը կսկսենք երկրորդ Պետրոսը, բայց Տերը օրհն է այս չորեքշաբթի գանք կառնենք իրար հետ քիչ հետո քննարկելով Հիսուս Քրիստոսի խաչի վրա 7 խոսքերը եւ կարեւոր են մեր փրկության համար, կարեւոր է մեր թավանության համար, կարեւոր է մեր հավատքի հիմքի վրա, կարեւոր է որ մեր հավատքը քրիստոնեական շիտակ հիմքի վրա դրվի եւ այդ խոսքերը մեզի շատ բաներ պիտի սորվեցնեն քիչ հետո Դեր օրհն է ուրեմն գրնակ ծեր ընկերները, բարեկամները կանչել, հավաքել Facebook-ով հետևորդները, YouTube-ով, Խոսքը TV-ով եւ գողջունենք նաեւ ICF-ը, Լոս Անջելեսի մեր սիրելի քուրիախբարները, որ մեզ կհետևին նաեւ այդտեղ են։ Աստված օրհն է բոլորիս։ Իր ներկայությունը կարեւոր է, անհրաժեշտ է, որ մեր սիրտը, միտքը, հոգին, մարմինը, էությունը, մտածելակերպը փոխվի Հիսուս Քրիստոսի պատկերին։ Հալելույա, իրեն լափարք։ Մենք Սամոս ունենք կարդալիք այսօր, հիմա Սամոս 84 էինք ասել եւ Սամոս 84-ն մի քանի համարներ պիտի փոխանցեմ ցեզ։ Համար 10-ը գսե վասնզի քու սրահներուտ մեջ մեկ օրը ուրիշ դեղի հազարեն աղեգե քու սրահներուտ մեջ մեկ օրը ուրիշ դեղի հազարեն աղեգե ավելի նախնդրեցի Աստծո դանը շեմին վրա գենալ քան թե ամպարիչներուն վրաններուն մեջ բնագիլ քանզի դեր Աստվածը արև եւ վահան է դերը շնորհք ու փառք պիտի դա բարությունը պիտի չգործընծնե ուղությամբ կալողներեն ով զորած դեր երանի է քեզի հուսացող մարդը հալելույա այստեղ որ գսե դերը շնորհք եւ փառք պիտի դա բարությունը պիտի չբացեցնե ուղությամբ կալողներեն
Այս Սամոսին մեջ ով են այդ ուղղությամբ քալողները։ Այս Սամոսին մեջ երբ որ գարտանք եւ կհասկանանք, որ այս Սամոս 2-ն երբ Դավիթ տակավորը կգրե ներոջուն գողքի որդիներուն Սամոսն երբ կգրե միտք ունի այդտեղ։ Ով են ուղիղ քալողները։ Եթե շատ արագ կգարտանք, կտեսնենք այդտեղ դիրոջ սրահներու, բնակարաններու, դիրոջ տաճարի մասին է խոսքը։ Օրինակ առաջին համարը գսե քու բնակարանները սիրելի են։ Դերոջը սրահներուն մեջ, դերոջը սեղաններուն կով։ Մանդին գսե քու դանդ մեջ դեր։ Անոնք անտտար քեզ պիտի օրտնեն քու դանդ մեջ։ Եվ այստեղ գսե քու սրահներուդ մեջ։ Ինչս էլ գուզե։ Աստված շնորհքը պիտի չբացեցնե։ Այն մարդուն, որ դիրեջ ներկայությունը կփնտրե իր սրահներուն մեջ, իր ներկայության մեջ, իր սեղանինքով, իր ժողովրդին մեջ։ Հավասիկ խոստում մեզի։ Դերը ոչ մեկ շնորհ պիտի չբացեցնե այն մարդուն, որ դիրոջ մարմինին մեջ միապանված, դիրոջ սրահներուն կով, դիրոջ ներկայության մեջ սուրբ ոգիով լեցված, քուր եղբայրներու ներկայությամբ այն մարդը դիրոջ երեսը կփնտրե։ Եվ այդտեղ դերը շնորհ, ովը մեկ շնորհ եւ փառք պիտի դագսե այն մարդուն, որ արդար է, այն մարդը, որ փառությունով կգալե, այն մարդը, որ ուղղությամբ կգալե։ Ուրեմն այս Սամոսը մեզ կսորվեցնե։ Ուղղությամբ գալող այն մարդիկներն են, ոչ թե որ գադարյալներ են, այլ ուղղությամբ գալող այդ մարդիկներն են, որ դիրոջ սրահներուն մեջն են, դիրոջ սեղաններուն կողն են, դիրոջ դանը մեջն են, եւ մենք շատ լավ գիտենք նոր գդագարանի մեջ, թե որն է դիրոջ դունը, որն է դիրոջ սրահները, որն է դիրոջ սեղանը, դիրոջ ժողովուրդը, դիրոջ ժողովուրդը, ոչ թե շենքի մասին է խոսքը, այլ դիրոջ ժողովրդի մեջ միապանությունն է խոսքը։ Այս թեման նյութը ես շատ կգրտնեմ, քանի որ այս նյութի մեջն է, որ այսօր դաշնամին կքանթե եկեղեցիները անհադացնելով ամեն մեկը իր անգյունը դանելով։ Բայց խոսքը հստակ է։ Աստված կսե ուղղությամբ գալողներուն շնորհքը պիտի չբացեցնե, եւ երբ որ կգարտանք այս Սամոսը, կտեսնենք ուղղությամբ գալողներ կգրտնեմ, ուղղությամբ գալողները անոնք են, որ դիրոջ ժողովրդին մեջ, դիրոջ ժողովրդին հետ, դիրոջ երեսը կփնտրեն։ Դերը մեզ կսորվեցնե, որ մենք իսկապես մտերիմ Քրիստոսի հետևորդները լանք։ Ոչ թե հավատացյալներ, այլ Քրիստոսի աշակերտներ։ Ոչ թե միայն լսողներ, այլ մեր լսածը իքորց տնողներ։ Ոչ թե միայն իքորց տնողներ, այլ սիրով լեցված, սուրբ ոգիով լեցված գադարել այն բոլորը, որ դերը մեզ կհրամայի եւ կպատվիրե։ Անորմալ սուրբ ոգին ղրգեց դերը։ Այս շաբաթ մենք կտեսնենք Հիսուս ամեն օր դարբեր բաներ ըրավ այս ավակ շաբթվա ընթացքին։ Ինչպես գիտեք, ես ուղերձ կուղեմ ամեն օր կարճ ուղերձ հիշեցնելով թե այս ավակ շաբաթի միտքը ուղղությունը ուր գտանի։ Այո, Հիսուս եկավ այս վերջին շաբաթը մեզի շատ կարևոր բաներ սորվեցուց եւ մանավանդ Հիսուս խաչվեցավ եւ երրորդ օրը հարություն արավ։ Այս բոլորը գդարեց Սուրբ ոգին ղրգելու նպատակով, որովհետեւ Սուրբ ոգին կա եւ մեզ գաբե հորը հետ եւ մեզ նմանցնե Քրիստոսին եւ մեզ իր դանը մեջ բահե իր որդիները, որտեղ գրված որդիներն է։ Այս բոլորը Հիսուս խաչվեցավ հարություն արավ, բայց առանց Սուրբ ոգին կարելի չէր այս գործը անել։ Անորամար միջոցը այն էր, որ Սուրբ ոգին պետք է կար, որովհետեւ մենք իր սրահներուն մեջ, իր դանը մեջ, իր սեղաններուն կով, իր ժողովրդին հետ Աստված ճաշտողներ եւ Աստված ծառայողները լանք, մինչեւ ինք վերադառնա, այս մարմինեն մեզ ազատե եւ հավիդյանս հավիդենից իր հետ բահե, որ զինք ծառայենք մեր ամբողջ հավիդենականության ընթացքին։ Հալելույա։ Ինչ մեծ ծրագիր կա մեր առջևը։ Ինչ մեծ ուրախություն է, ինչ մեծ շնորհք է, ինչ մեծ հույս է, որ դժբախտաբար շատերը չունին, անորմալ գոչ կնեմ քեզ, որ մտնես Տիրոջը ուղղության մեջ, որ հանձնվես Տեր Հիսուս Քրիստոսի, որ ընդունես ավերիով Տիրոջ ցերկը բռնել եւ իր հետ գայլել, որում փառք մենք կուտանք հիմա եւ միշտ եւ հավիտյան, հալելույա, ամեն եւ ամեն։ Սիրելի քույր եղբայրներ, իսկապես խաչի ջամփան նեղ եւ քարքարոտ է։ Քրիստոսի հետևելու ճանապարհը այնքան թյուրին չէ։ Դերը գոքնե միայն այդ մարդուն, որ գուզե Քրիստոսի զորությամբ Քրիստոսի պես ապրել այս աշխարհի մեջ։
Այո, եկեք հանձնվենք Տիրոջը, եկեք այս ավակ շաբաթվա ընթացքին զղջանք եւ ապաշխարենք, փոխենք մեր մտածելակերպը։ Մենք եկեղեցականներ չենք ուզեր լալ, մենք հավատացյալ գոչվածներ չենք ուզեր լալ, մենք ուզենք Քրիստոսի մտերիմ հետևորդները լալ, Քրիստոսի ինչպես օրտնությունը արած, Քրիստոսի նման քայլել այս աշխարհին մեջ, քանի որ Հիսուս պիտի կա իր եկեղեցին իր միտանի, մենք պետք է եկեղեցիի մեջ սրահներուն մեջ նվիրյալ, միապան, ուրախ, խաղաղ, հաշտ եւ սիրով լեցուն ժողովուրդը լանք, ինչպես գվայել է Տիրոջը։ Ուրեմն ուր որ գտնվիս, որ երկրի մեջ, որ քաղաքին մեջ, կդիր քու սիրելի քուր եղբայրներդ, միապանվիր այդտեղ, սիրե, միապանվիր իբր ժողովուրդ, իբր ընտանիք, պատրաստվինք Հիսուս Քրիստոսի քարստյանը։ Հալելույա, օրտնյալը լա իր գամքը։ Եկեք այս երգը, խաչի ջամփան գսե այս երգը։ Այս երգին մեջ մտնենք աղոթքով եւ կողունակությամբ, զղջումով պատրաստված, որ լսենք Տիրոջ խոսքը քիչ հետո պիտի խոսենք այո Հիսուս Քրիստոսի խաչի վրա 7 խոսքերը, որ ըսավ անոր մասին պիտի սերդենք քիչը իր հետ։ Ուրեմն կվերակտնենք իրար այս երգեն հետո։ Սկսվում է Մասուրից, Գողգոթայի տառապանքով վերջանում, օրենքներն են սկսվում են Սինայից, Գողգոթայի անարգ խաչով վերջանում։ Ծանր չթողա ու մելոքի իրարյունով լվանա Տեր օգնիր խաչը ծանր չթողա ու մելոքի իրարյունով լվանա Խաչի ճամփան մսուր է, ոմանց համար այնտեղ գնալն իզուր է, ոմանց համար անհասնելի բարձունք է, ոմանց համար օրհնություն և արցունք է Ծանր չթվա ու մելոքի իրարյունով լվանա Տեր օգնիր խաչը ծանր չթվա ու մելոքի իրարյունով լվանա Սկսում է Մասուրից, տառապանքներ լինում նրան ուղեկից, ինչպես եղավ մեր պաշտելի Հիսուսի, կարկոցվելով խաչներ գրում իր ուսին, Տեր օգնիր խաչը ծանր չթվա ու մելոքի
Ամեն, թող իր խաչը իր արյունով լվա մեզ այսօր այս օրվա ընթացքին։ Բարավոր վիդերը, սիրելի քույր եղբայրներ, այսօրվա մեր սերդողությունը Հիսուսի 7 խոսքերը խաչի վրա։ Կարևոր է այս նյութը եւ կտեսնենք այս 7 խոսքերուն մեջ գրնանք կոնե մեր քրիստոնեական վարդապետության հիմքերը հաստատել։ Եվ դժբախտաբար շատ հավատացյալներ շատ քրիստոնեական հիմքերը լավ չեն հասկացած։ Եվ գամ դերս այնքան ժամանակ չեն տված հասկանալու, սորվելու, ինչպես աշակերտ, սորվելու քրիստոնեական հիմքերը։ Եվ այստեղ Հիսուս 7 տարբեր խոսքեր խոսեցավ, որ մենք պիտի վերանայենք իրար հետ, պիտի քննարկենք իրար հետ։ Եվ այդ ամեն մեկ խոսքի մեջ պիտի փորձենք հասկանալ ինչու այդ խոսքը սա։ Արդյոք այդ խոսքը այժմիական է մեզ դեր այսօր։ Արդյոք այդ խոսքը մեզ համար է կամ արդյոք այդ խոսքը միան ինքը իր համար է։ Ուրեմն ուշադրությամբ լսենք եւ ինչու՞ չէ լավ գլավ որ քրի առնես, լավ գլավ որ քննարկես, դունալ փորձես արիտ տալ որ սորվիս այս խոսքերը։ Այսօր շատեր եկեղեցիներու մեջ շատ հավատացյալներ գնախնդրեն пассив ցևով լսել խոսքը եւ կամ շատեր գուզեն շատ լավ կորձեր անել Աստծո համար առանց լրջությամբ Աստծո խոսքը քննարկելու, սորվելու, հասկանալու, յուրացնելու։ Եվ անոր համար է որ այսօր եկեղեցիների մեջ խնդիրներ կան։ Հավատացյալները այսօր խնդիրներ ունին շատ կարևոր կետերու վրա, որ եթե քիչ ավելի Տիրոջ խոսքը սերդեին, ես կգործեմ շատ ավելի հստակ, լուրջ եւ Տիրոջ հաճելի հավատքի մարդ պիտի լայնք։ Շատ դյուրին է եւ հեշտ է ասել մենք հավատացյալ ենք։ Շատ դյուրին է եւ հեշտ է Աստծո վրա այսպես ղրգենք, ինչպես եմ Աստծո վրա նետենք շատ հարցեր։ Իսկ շատ հավատացյալներ սատանայի վրա գնեն, բայց չեն գիտեր որ իրենք փոխվելու պետք ունին։ Քիչ առաջ ասի Սուրբ Հոգին Աստված ղրգեց, որբեսի մեզ Քրիստոսի նմանցնե եւ Սուրբ Հոգիով մեզ առաջնորդե իր Սուրբ Խոսքի մեջ։ Հալելույա։ Անորմար ինչու կսեմ այս։ Քանի որ շատ ավելի արարքներու մեջ ենք, սովորություններու մեջ ենք, այս ավակ շաբաթվա ընթացքին, այս ձոմաբահության ընթացքին, այս բասի ընթացքին, շատերը այս կուդեն անչնուդեր, այսպես կնեն, այնպես չներ, այսպես պետք է, այնպես պետք է, հավգիթը գարմիր պետք է լա, չէ, գանանչ պետք է լա, թեղին պետք է լա, գիրագի օր այսպես պետք է նենք, ուր պարոդ այսպես պետք է նենք, 5 շաբթին այսպես պետք է նենք, այդպես իրար անցած ենք, որ իրենք ալ գմորնան եւ իրենք ալ գհոգնին իրենց օրենքներեն որ գտնեն։ Բայց որ մենք կնայենք Աստծո խոսքին, թե ինչու կատարվեցավ այս բոլորը։ Հիսուսի մարդ ըլլալը, Հիսուսի աշխարհքալը, Հիսուսի սորվեցուցածները։ Այսօր շատ հայեր մեծամասնությունը կհավատան, որ Հիսուս խաչին վրա մեռավ իրենց համար։ Կհավատան, որ Հիսուս եկավ։ Մեծամասնությունը կհավատան, որ հարություն արավ, քիչ թե շատ։ Բայց այդ բոլորը վասն ինչ։ Ինչու այդ բոլորը։ Լավ է որ սերդենք այսօր միասին։ Ուրեմն 7 խոսքեր խաչին վրա, առաջին խոսքը, որ Հիսուս ասավ եւ կտեսնենք այդ խոսքը Ղուկաս 23 համար 34։ Հայր ներեզանոնք վասնզի չեն գիտեր թե ինչ կնեն։ Հայր ներեզանոնք վասնզի չեն գիտեր թե ինչ կնեն։ Գուզեմ բարձրապես բատկերը ցես ցույց տալ խաչին վրա Հիսուս երկու իր աջ եւ ցախ կողմը ավազակներով լեցված, թիմացը ժողովուրդ, իրեն հագարագործներ, իրեն սպաննողներ, այն ժողովուրդը որսին խաչը հանե, իրեն մեռնիլը ուզողներ այդտեղ կանգնած են, շատ աշակերտներ փախած կացած,
Այն բոլոր մարդիկները, որոնք Հիսուս կերակրեց, հրաշքները ռավ, հարություն դվավ, բժշկեց, այն բոլորը չգան, այլ գան իր թիմացը զինք ադողները։ Գային նաև մարդիկ, որոնք հետաքրքրությունով գուզեին տեսնել, թե ինչ պիտի լա։ Այս մարդը եկավ մեզի շատ բաներ ասավ, բայց ինչ պիտի լա։ Ինչ պիտի անե։ Արդյոք պիտի շտեղացեն։ Արդյոք գրակ պիտի դեղացնե զինք մեր ծնողներուն։ Արդյոք բերնի զորությունով պիտի ոչնչացնե։ Քանի որ շատեր տեսան Հիսուս երբ ասավ ես եմ, շատերը ինգան մեկ խոսքի զորությամբ։ Եկան ուրեմն տեսնելու դերևս հրաշքներ։ Աչին վրա արդյոք Հիսուս բամը պիտի անե։ Այն զորավոր Հիսուսը, որ մեզ կերակրեց, որ մեզ հրաշքներ արավ, աչին վրա ինչ պիտի անե արդյոք։ Եվ Հիսուսը հավասիկ զինք կսպանեն, ձեծեցին, թկնեցին, գծաղրեն զինք, եւ Հիսուս կսե հայր, ներեզ անոնք, վասնզի չեն գիտեր, ինչ կնեն։ Հավասիկ աղոտք, խաչին վրա աղոտք գնե Հիսուս։ Իր ծառայությունը սկսավ աղոտքով մգրդության օրը եւ իր ամբողջ ծառայությունը կվերջացնի աղոտքով։ Չմոռնաք, որ մարմինի ցավը, քիչ հետո մի քանի բաներ բիցեմ, հոգևոր ցավը, դարաբանքը, որում մեջ են գանցնի, Գեթսեմանեի բարձին մեջ արյուն լվա քրդինքով լեցված էր, իր ճնշումով լեցված։ Եվ այդ վիճակի մեջ աղոտ կներ տշնամիներուն համար։ Չէ որ ինք սորվեցուց ձեզ հալածողներուն համար աղոտեցեք։ Ահավասիկ կգադարե ինչ որ ինք սորվեցուց։ Գաղոթե այն ժողովրդին համար, գաղոթե այդ կողքի երկու ավազակներու համար, գաղոթե որբեսի ներումի հոգին կա եւ այդ խաչեն ներում ելլե եւ խաչի միջոցով բոլոր ազգերը բոլոր տարերու մեջ ներում ստանան ներե վասնզի չեն գիտեր ինչ կնեն եթե գիտնային ով էր Հիսուս Քրիստոսը եթե գիտնային Հիսուսի աստվածությունը եթե գիտնային Հիսուսի թագավորությունը երկնային թագավորությունը ոչ թե մեսիա իբր հրյաներու թագավոր այլ երկնային դիեզերային թագավորությունը անշուշտ այս բանը չէին ներ ուրեմն Հիսուս այս աղոթքով գհրճագե նաև ներումի բացման առաջին արարքը որ Հիսուս Քրիստոսով ներում պիտի ստանային այն բոլորը որ պիտի ընդունեին զինք ինք նաև գաղոթե ներումի համար հիշելով Սամոս 32 այն մարդուն որ երբ ներումը ստանա ինչպես մեծ ցնծության մեջ պիտի մտնե Երանի գսե այն մարդը որուն մեղքերը ներվացավ այո Հիսուս ներումի թուրը գպանա որ նաև ուրախության ներման ուրախության ազատագրության ուրախությունը կար մարդկանց վրա այդ վարգանեն խաչի վրայի այս բարով ամբողջ դիեզերքի մեջ ներման հոգին գստեղծե որ պիտի հաղթե թադաբարդության հոգին Հիսուս նաև երբ ներումի համար գաղոթե այդ ներումը ծրի չէ այդ ներումը ինք խաչով գվճարե այդ ներումին քինը ինք գվճարե խաչին վրա գվճարե այդ քինը որ մեղավորները պիտի դային այդ անեծքը ինք իր վրա գառնե խաչին վրա երբ կսե ներե հայր երբ կսե հայր թուրը բաց ես կվճարեմ իրենց համար ես եմ վճարողը իրենց համար մարգարեությունը կգադարվի Եսայի 53-ը երբ կսե ինք շատերուն մեղքերը վերցուց իր վրա եւ մեղավորներուն համար միջնորդ եղավ Սիրելի քույր եղբայրներ երբ կաղոթե ներման համար նաեւ ինք ասել գուզե որ ինք միշտ պիտի աղոթե զղջացյալին ներման համար քանի որ Հիսուս երբ համբարձավ
հոր աջ կողմը նստավ, Հռոմայացիս 8-ն եւ Եբրայեցիս 7-ն մեզ գսորվեցնե, որ Հիսուս կփարի խոսե, գմիջնորթե այն մարդուն համար, որ գզղճա եւ գվերաթարնա։ Խաչին վրա երբ կսե հայր ները, քանզի չեն գիտեր ինչ կնեն, ինք այդտեղ գարնե նաեւ իր վրա քահանայական այն պատասխանատվությունը, որ մինչև իր երկրորդ քալստյան օրը ինք պիտի շարունակե այսպես աղոթել այն մարդկանց համար, որ գզղճան եւ գնդունին զինք։ Ինքն է միակ բարեխոսը եւ միակ միջնորդը, գսե Հռոմայեցիսը եւ Եբրայեցիս 7-ն։ Ուրիշ միջնորդ չգա, ուրիշ բարեխոս չգա, քանի որ ուրիշը չմերավ քեզ համար, միայն Հիսուս ինքը մեր անեծքները իր վրա արավ։ Անորմալ միան ինքն է միջնորդը քեզ եւ ինձ հորը արչեւ բերելու եւ զղջալու։ Ոչ մի ուրիշ միջնորդ, ոչ մի ուրիշ բարեխոս հստակ թողել այս բոլորին։ Խաչին վրա Հիսուս բացավ այդ ներման հոգին։ Չեն գիտեր դեր ինչ կնեն, չեն գիտեր դեր ինչ կնեն, բայց այսօր շատերը գիտեն ով է Հիսուս, շատերը գիտեն Հիսուսի խաչը, շատերը գիտեն Հիսուս ազնվորտի ըլլալը, բայց եթե չընդունին, պիտի դատապարտվին։ Ներում չկա այդ մարդուն, որ գիտե եւ կշարունակե իր մեղքին մեջ։ Ներումը գլա միայն այդ մարդուն, որ գզղճա ընդունելով դեր Հիսուս Քրիստոսը։ Ավասիկ տշնամիները կհարված են Հիսուսի եւ այդ խոսքի ընթացքին ոչ մեկը չանդրադարձավ, որ Հիսուս իրենց համար գաղոթեր, իրենք իրենց բեռնով գանարքեին Հիսուսի, գդիծաղային Հիսուսի վրա, բայց նույն վարգանին Հիսուս իրենց համար գաղոթե։ Ները հայր, վասնզի չեն գիտեր ինչ կնեն։ Ավասիկ առաջին խոսքը, որ ցույց կտա Հիսուսի աստվածությունը, Հիսուսի միջնորդությունը, Հիսուսի բարեխոսությունը, Հիսուսի ներման արարքը, եւ այդտեղ մեզ գոչ կնե ապաշխարության։ Ավասիկ մեծ վարտապետական գետ։ Միան Հիսուսն է միջնորդը, միան Հիսուսն է բարեխոսը, միան Հիսուսն է, որ հոր աջ կողմը նստած այսօր գպարեխոսե քեզ համար։ Եվ գսե ները դեր, ները։ Ես վճարեցի իրենց ներման քինը։ Ցեզ քնեց սկսեցուկ գիրքը իր արյունով։ Իր արյունը այդ միջոցն է, որին քարնուկ եղավ, որովհետեւ տուն բրգվիս։ Ին քարնուկ եղավ, որովհետեւ տուն ազատագրվիս։ Ինք վճարեց քինը խաչին վրա։ Ինչ մեծ պատիվ մեզ համար։ Հիսուս Քրիստոս իր արյան զորությամբ գները դարձյալ եւ դարձյալ մեղանչողին եւ անոր վերաթարնա Հիսուսի զղջումի համար։ Հայրիմ ները վասնզի չեն գիտեր ինչ կնեն։ Երկրորդ խոսքը, որ մենք կտեսնենք, կգտնվի Ղուգաս 23:43, առաջինը Ղուգաս 23:34 է, հիմա երկրորդը կգտնվի Ղուգաս 23:43 եւ գսե ավազագին, որ իր կողմն է, գսե այսօր դուն ինձի հետ բիդլաս տրախտի մեջ, այսօր դուն ինձի հետ բիդլաս տրախտի մեջ։ Ավասիկ երկու ավազագներ, որոնք երկուքը նույն դատապարտության արժանի են, նույնիսկ Աստծո կողմ է, քանի որ ավազագային մեղավորներ էին եւ նույն դատապարտության արժանի էին Աստծո կողմեն։ Բայց կտեսնենք մեկը կփրկվի եւ մյուսը ոչ։ Արդյոք Աստված մեկում ավելի սիրեց, քան թե մյուսին։ Արդյոք Աստված մեկում ավելի կսիրե, քան թե մյուսին։ Ոչ։ Հիմա պիտի տեսնենք ինչու։ Երկուքն ալ մեղավորներ էին, երկուքն ալ կդատապարտվեր էին իրենց մեղքի համար։ Մեկը փրկվեցավ, մյուսը ոչ։ Մեղավոր ավազագը բարձրապես չընդունեց, թե ով էր Հիսուս։ Ինչու դատապարտվեցավ, քանի որ չընդունեց, թե ով էր Հիսուս։ Չհասկացավ Հիսուսի թագավորությունը։
Չընդունեց նաև իր մեղքը, քանի որ ինք գտադաբարդեր զինք խաչողներուն։ Չընդունեց իր մեղքը, չընդունեց Հիսուս Քրիստոսը, չճանաչեց Հիսուս Քրիստոսը։ Անոր համար դատաբարդվեցավ։ Բայց նայեցեք այդ ավազակը, որ փրկվեցավ, որուն Հիսուս ըսավ այսօր դու ինձ հետ ես դրախտի մեջ։ Այս մարդը նախ կսե մյուս ավազակին Աստուծո մեջ ես վախնար։ Այս մարդուն մեջ կար Աստծո վախը։ Այո, մեղավոր էր։ Այո, չեմ գիտեր ինչ ըրած էր, բայց դատաբարդված էր, մեղավոր էր։ Բայց այստեղ գտեսնենք իր խոսակցության մեջ եւ Աստծո վախը ունի։ Երկրորդ բանը, որ գտեսնենք այս փրկված ավազակին մեջ, որին գնդունի իր մեղքը։ Գսեմ մենք արժանի ենք այս դատաբարդության։ Ինք գնդունի, որ ինք մեղավոր է։ Ինք Աստծո վախ ունի, ինք գնդունի, որ ինք մեղավոր է, եւ ինք կսե, որ մենք արժանի ենք այս դատաբարդության։ Մենք արժանի ենք մեր մեռնելու։ Մենք գնդունենք մեր մեղքը։ Նայեցեք, փրկության ծրագիրը ուտեղ են գերևնա։ Երբ Աստծո վախը գա, եւ մարդը գնդունի իր մեղավոր վիճակը, գնդունի իր վճիրը, իր մեղքը, ներոտուն իր բադիժը, գնդունի ով է Հիսուս։ Դեր գսե։ Ինձ հիշե քո թակավորությանդ մեջ, երբ վերադառնաս։ Հիսուսին գնդունի, գասկնա, գճանաչե ով է Հիսուս։ Եվ ներում կխնդրե։ Այս ապաշխարությունն է, սիրելիներ։ Եվ Աստված այս կսպասի ամենես։ Աստծո վախը, լրջությունը, լուրջ լալ Աստծո խոսքերու հանդեպ, ինչ որ այսօր շատ քրիստոնյա ըսվածներ ոչ մի բանի լրջություն չունին Աստծո խոսքին հետ։ Աստծո վախը, Աստծո երկյուղը չկա։ Այս ավազակը ունեցավ, դերևս մեզ մեջ շատ ավելին։ Երկրորդը, այս մարդը հասկացավ, թե ինք մեղավոր է, ընդունեց իր մեղավոր վիճակը։ Ինչ որ այսօր շատ հավատացյալներ, որչափս ես դու մեղավոր ես, գուզեն արդարացնել իրենք իրենց։ Այս ավազակը իրենց մեջ դերևս շատ ավելի լավ է։ Երրորդը, այս ավազակը ընդունեց իր արդար վճիրը, ընդունեց, որ ինք պետք է բաճվի, հասկացավ, որ մեղքին վարձքը մահ է, հասկացավ։ Ինչ որ շատեր շատ ալ կարևորություն չեն դար մեղքի ծանրությանը։ Չորրորդը, այս ավազակ փրկվածը ընդունեց Հիսուսը ինչպես որ է։ Ինչպես որ էր Հիսուս, ընդունեց զինք, Հիսուսը ընդունեց։ Ոչ գրոնքը, ոչ սովորությունները, ոչ այս կամ այն մարդու խոսածները, ոչ այս կամ այն եկեղեցին, ընդունեց Հիսուսը։ Հիսուսի ընդունեց, Հիսուսի մոտեցավ, Հիսուսի խոսեցավ։ Ինչ որ շատեր այսօր եկեղեցասեր են, եկեղեցական տարայություններու մեջ են, բայց իրենց հարաբերությունը Հիսուսի հետ զերո։ Իրենց մտերմությունը Հիսուսի հետ զերո։ Այս ավազակը իրենց մը ավելի լավ է։ Իսկ հինգերորդ, այս ավազակը ներում կխնդրե, դեր ները ինձ, երբ կաս ընդունիր ինձ, հիշե ինձ, ներում խնդրել դիրոջ մե։ Հիսուս, գիտեք, երբ որ այս ավազակը գլսե, թե Հիսուս կսե իր հորը, հայր, ներեզ, անոնք, կանզի չեն գիտեր ինչ կնեն, այս ավազակը լսեց, և ըսավ դեր, ները ինձի, ես գիտեմ ինչ կնեմ, ես մերած եմ, ես մեղավոր եմ, ես արդար վճիրի, այո, իմ համար է, ես գիտեմ, ես արժանի չեմ փրկության, բայց ները ինձ, ողորմե ինձի դեր, ողորմե։ Ինչ գեղեցիկ ապաշխարության աղոթք է այս ավազակին ընթացքը խաչին վրա, որ դժբախտաբար շատ հավատացյալներ, ճագերդյալ հավատացյալներ, հերու են այս կետեն, այս ավազակը շատերեն ավելի լավ է, շատերեն ավելի լավ հասկացել է, ինչ է ավետարանը, ով է Հիսուսը, ինչ է մեղքին վարձքը լավ հասկացել է։ Եվ նայեցեք Հիսուսի պատասխանը։ Երբ որ ինք այսպես կսե, Հիսուս կսե այսօր, առանց ժամանակ գործընծնելու,
Երբ դու ներում գխնդրես անպայման պատասխանը շուտ կուքա։ Այսօր, վաղը չէ, հիմա։ Երբ մեկը ներում գխնդրե, երբ մեկ իսկապես դիրոջ արչև գուքա եւ ներում գխնդրե, անպայման պատասխան կա այնտեղ։ Հիսուս կսե այսօր։ Այսօր թուն գսե, թուն։ Ոչ թե գողքինդ, ոչ թե վերինը վարինը, թուն, անձնական է հավատքը։ Երբ դու անձնական Հիսուսի հետ կխոսես, Հիսուս անձնական քո հետ կխոսի։ Հանրային չէ հավատքը, նախ անձնական է, որ կպատահի Քրիստոսի մարմինի մեջ, այո, բայց անձնական է։ Թուն եւ Հիսուս հարաբերություն, այսօր գսե Հիսուս, թուն։ Ուր բիդլաս տրախտ։ Այսինչ մեծ բադիվ, այս մարդը գտադաբարդվի եւ Հիսուս գսե տրախտ բիդլաս։ Այս մարդը ինքը գծեծվի, գմերնի, բայց Հիսուս գսե թուն ինձի հետ տրախտ բիդլաս։ Այսօր թուն։ Եվ հետո գսե ինձի հետ, ուրիշի հետ չէ, ինձի հետ։ Գիտեք ինչու, քանի որ թուն սիրելի ավազակ, թուն ինձի հետ խոսեցար, թուն ինձի հետ բիդլաս։ Շատ մարդիկ այսօր Հիսուսի եւ իրենց միջնորդներ գտնեն։ Եկեղեցիներ, սուրբեր, ինչ գիտնամ, այս կամ այն անձեր, եւ այդ մարդկանց վերջավորությունը Հիսուսի հետ պիտի չլա։ Հիսուսի հետ միապանվիր, որբեսի Հիսուսի հետ լաս, որբեսի ներումը իսկականը լա, ներողը Հիսուսն է։ Քանի որ Հիսուս մերավ իր արյան քինը ներողը Հիսուսն է։ Անորամար քո հարաբերությունդ Հիսուսի հետ պիտի լա։ Եվ գսե այսօր դու ինձ հետ տրախտի մեջ պիտի լաս։ Ինչ մեծ բադիվ, ինչ մեծ ուրախություն։ Այս մարդը, այս ավազակը ուրախությամբ մերավ։ Կտեսնեք Հիսուս ինք ցավի մեջ է սիրելիներ։ Ինք կտարաբի ֆիզիկական ցավով, բայց փրկության մասին կմտածե։ Հիսուս այդ խաչին վրա փրկության մասին կմտածեր։ Գործվածին փրկությունը կփնտրեր։ Հիսուս իրանցին մասին չեր աղոթեր։ Աղոթեր այդ մեղավորներու մասին, որոնք հավիդյան պիտի դարաբին, հավիդյան պիտի դանչվին, բայց ահավասիկ մեկը, այդ բոլոր ամփոխին մեջ են մեկը փրկություն փնտրեց, մեկը ողորմություն խնդրեց, եւ Հիսուս ուրախությամբ այդ անձին տվավ։ Մենք ալ ուր որը լանք, Տերը անհատական մեր հետ կխոսի։ Կարևոր չէ դու որու մեջ ես, որու հետ ես, ինչ կմադայի քեզի, դու Հիսուսի դարձիր եւ այդ ամփոխին մեջ են Հիսուս քո ցայնդ կլսե։ Այդ ամփոխին մեջ են Հիսուս քո ցայնդ կլսե, ինչպես է 12 տարի է գինը, որ հիվանդ էր, եկավ եւ տվավ Հիսուսի, այնքան մարդիկ կտպնային, բայց այդ գինը հավատքով եկավ եւ Հիսուս այդ կնոջը կդավ, ամփոխին մեջ են այդ կնոջը պատասխանեց, այդ կնոջը բժշկեց։ Նույն բանալ այստեղ այդ բոլոր մեղավորներուն մեջ մեկ հոգի ողորմություն խնդրեց եւ Հիսուս անպայման պատասխանեց։ Անհատական է Հիսուսի հետ մեր հարաբերությունը։ Օրտնյալը լա Հիսուսի այս երկրորդ խոսքի համար այսօր թուն ինձ հետ պիտի տրախտի մեջ։ Հալելույա։ Երրորդ խոսքը, որ կտեսնենք, Հիսուս կսե, ուրեմն Հովաննու 19-ին մեջ, 26-27 համարները, Հովաննու 19, 26-27 համարներու մեջ, Հիսուս երբ դեսավ իր մայրը, որ այնտեղ էր իր աշակերտին հետ, որ գսիրեր, Հովաննեսն է, իր մորը ըսավ, ով գին, ահա քու որդիդ։ Հիսուսի երրորդ խոսքը։ Մարիամը, երբ Հիսուս պիտի ծներ, հրեշտակ եկավ Գաբրիել հրեշտակը, Սիմոն ծերունին նաև մարգարեություններին։ Հիսուսի թագավորությունը հավիտյան պիտի լասավ Գաբրիել հրեշտակը։ Իսկ Սիմոն ծերունին ասավ, քո սիրտդ պիտի խոցվի, ով Մարիամ։ Ահավասիկ Մարիամ այս խաչին առջև հարցաքննություններու մեջ է։ Ինչ կպատահի։ Չէ որ իմ որդիս հավիդյան թագավորություն ուներ, գմերնի հիմա։ Եվ գամ հիշեց Սիմոն ծերունի այդ խոսքը, սելով ահա սրտիս
խոցվեցավ, այս է որ գանցնիմ ինչու արդյոք, ինչուները շատցան Մարիամի սրտին մեջ։ Մարիամի սրտին մեջ ինչուները շատցան։ Մարիամը մենակ էր, քանի որ Սուրբ Գիրքը մեզ գսե որ Հիսուսի եղբայրները եւ քույրերը եւ բարեկամությունները չէին հավատար Հիսուսին։ Մարիամը մինակ այս վիճակի մեջ ոչ մեկը չէր գրնար իրեն հոգևոր մխիթարել։ Ինք պետք ուներ աստվածային խոսքերու, պետք ուներ ինքը հասկանալու թե ինչ կբադայի այս բոլորը, ինչու է այս բոլորը։ Եվ ավասիկ Հիսուս Մարիամին գահանցնե որում Հովաննեսին։ Հովաննես իր աշակերտն է։ Հովաննեսը եկեղեցին կներկայացնե։ Հովաննեսը այդ հավատացյալներն են, որոնք պիտի շրջապատեին ինգածին, հարցումներ դվողին, ցավ դանողին, սկավորին, տարբեր դժվարությունները անցողին, եկեղեցին, պիտի շրջապատե Հիսուս կհանցնե իր մայրը, որ այդ տարաբանքի մեջ է, միայն եկեղեցին կրնար շրջապատել մորը։ Ոչ եղբայրները, ոչ հարևանությունը, ոչ մեկը, միայն եկեղեցին կրնար շրջապատել իր մայրը եւ Հիսուս իր մորը գսե, ահա քո որդիդ հոն է, քո նպատակդ հոն է, քո դունը հոն է, այն որ քեզ պիտի շրջապատե։ Այդպես ալ եղավ Մարիամը գսե, եւ որ մենք գարտանք Գործ Առաքելոց առաջին գլխու մեջ, Մարիամը աշակերտներուն հետ էր։ Իր եղբայրները Հիսուսի գահագարագեին Հիսուսին։ Հետո մի քանիներ ապաշխարեցին, մեկը Հակոբոսներ, մյուսնալ հութաներ։ Հետո ուրիշ հութա, մատնող հութան չէ։ Եվ հետո առաքյալ եղան։ Բայց այդ օրերը գահագարագեին։ Հիսուսի հարութենեն հետո հասկացան մի բան։ Ինչ պիտներ Հիսուս։ Եվ որ գտեսներ ցավող մայրը։ Հիմա լա մայրը, լա գինը, լա ով լա, եւ որ գին գսեմ գինը, մայրը, դղամարդը, անցնը, ով որը լա, երբ Հիսուս կտեսնե մեկը գծավի, կհանցնե այդ անցին եկեղեցին։ Եվ այստեղ եկեղեցին է որ գսե, եւ այն աշակերտը իր քովը արավ այն օրվնե վերջ։ Եկեղեցին առաքելություն ունի շրջապատելու ինգածին։ Այդ պայմանով որ ինգածը եկեղեցի միանա։ Այդ պայմանով որ այդ ցավ գրողը եկեղեցին հանցնվի։ Շատեր կան գտարաբին այսօր, բայց եկեղեցի միապանության մեջ չեն։ Նույնիսկ չեն բաժնեկցիր իրեն ցավերը եկեղեցվո քույր եղբայրներու հետ։ Այս կորոզություն է դերևս։ Այս անձնագետրոնացում է։ Շատեր եկեղեցին իրենց խնդիրները չեն ասեր։ Բայց այստեղ գտեսնենք Հիսուս ինք գուզե որ նեղացյալը, ինգածը, սկավորը, ցավ քաշողը եկեղեցի պետք է կա եւ եկեղեցին կորզն է շրջապատելը։ Շատեր երբեմն գսեն հովիվ դու ինձի այս բանի մեջ, այն բանի մեջ չօգնեցիր։ Բայց ես գսեմ դու հովիվը երբ իմացավ որ դու ցավ եկանցնիս, որ հովիվը օգներ քեզ։ Արդյոք եղավ մի օր, որ հովիվը իրական աստուծմե ղրգված հովիվը լսեց մեգումը ցավը եւ ցերկը չշարժեց։ Այո, եկեղեցին երբ կլսե կշարժի։ Երբ տեղեկություն կունենա, հարաճ կերտա, որ այդ ինգածին օգնե, շրջապատե, բարձրացնե։ Բայց նաեւ Մարիամը գնաց Հովաննեսին դունը։ Մարիամը չասավ, ես Մարիամն եմ, ես Հիսուսի մայրն եմ, ես գիտեմ, ես արդեն Աստված ինձի հայտնվեցավ, ես անցամ տեսա Գաբրիել հրեշտակը, դուք չեք տեսած, ես ավելի լավ եմ, ես գիտեմ, այսպես հավատացյալներ կան, ինքնագոր, ինքնագամ, ինչպես եմ անձնագետրոն, նույնիսկ քորոզ եւ անպարտավան, որ եկեղեցին օգնությանը պետք չունին, իրենք այնքան լավ են վիճակին, որ եկեղեցին ոչ մի բան են իրենց չգրնար օգնել։ Այս արդեն գտեսնենք այստեղ սխալ կետ է։ Հիսուսը որ գտեսնե մեկը գտարաբի, կսե գնա եկեղեցի միացիր։ Գնա եկեղեցի քույր եղբայրներուն ասե, թող աղոթեն քեզ համար, թող շրջապատեն քեզ, թող օգնեն քեզ։ Եվ եկեղեցին բարտականությունն է այդ կործանել։ Ուշադիր եղեք, մենք շատ տեսանք մարդիկ, որոնք երբ որ բանիմը պետք ունին գուքան եկեղեցի։ Ես անոր մասին չեմ խոսիր։ Ես կխոսեմ այդ մարդկանց,
որոնք հոգևոր արտնության պետք ունին, զղջումի պետք ունին, ապաշխարության պետք ունին, անժամանակ կուքան եկեղեցի, ոչ թե տրամի եւ օգնության։ Եկեղեցին տրամ աշխող չէ, ոչ այլ օգնություն տվող է։ Եկեղեցին նախ հոգիներու հետ սպառվողն է։ Մարիամին բացադրեց եկեղեցի միջոցով, Մարիամը հասկացավ ինչ գներ Սուրբ Հոգին այդ վարյանին։ Մարիամը եկեղեցի միջոցով հասկացավ հարության զորությունը։ Եկեղեցի միջոցով հասկացավ բոլոր մարգարեությունները։ Նախ եկեղեցին բացադրեց, շրջապատեց, օգնեց, որ այդ անձը լա Մարիամը լաուրիշներ, որբեսի հասկանային Հիսուս Քրիստոսի փրկության ծրագիրը։ Եվ ես կհավատամ, որ երբ որ մեկը Քրիստոսի փրկության ծրագիրը լավ կհասկանա, ինքը արդեն պայթած կլա Սուրբ Հոգիով։ Այո, նեղություն կունենա, դժվարություն, բայց ինքն իր նպատակը կյանքին ինչ է։ Հալելույա։ Ավասիկ երրորդ խոսքը։ Ով գին, ահա քո որդիդ։ Ով որդի, ահա քո մայրդ։ Գնա, միապանվեցեք իրարու հետ։ Չորրորդ խոսքը, որ Հիսուս կսե, կգտնվի Մատթեոս 27:45-46։ Եվ այս խոսքը Աստվածիմ, ինչու զիս թողուցիր։ Այս խոսքը Սաղմոս 22-ն է։ Սաղմոս 22-ին առաջին խոսքն է։ Երբ Հիսուս այս խոսքը ասավ Աստվածիմ, ինչու զիս թողուցիր, մարդիկ ասին, տեսակ, Աստված գթողի, գլքե այս մարգարեն։ Բայց Հիսուս դարբեր բանի համար այս խոսքը ասավ։ Այդտեղի փարիսեցիները եւ հրեաները, որ հավաքված էին, եւ որ գսե Աստվածիմ, ինչու զիս թողուցիր, ասել գուզե իրենց շուտ կացեք Սաղմոս 22-ը գարտացեք։ Եվ պիտի հասկանաք, թե ինչ կբադայի հիմա։ Ինչ որ Սաղմոս 22-ը մարգարեացավ, հիմա գբադահի խաչին վրա։ Ես եմ այդ Մեսիան, որ Սաղմոս 22-ն կխոսի։ Բայց մարդիկ ոչ թե չգիտան, թե Հիսուս ինչ կսե, այլ չուզեցին գիտնալ։ Եվ շատերը ասին, եւ մինչեւ այսօր շատերը գսեն, տեսակ Հիսուս ցախողեցավ իր առաքելության մեջ։ Վերջին վարգյան Աստված թողուց իրեն։ Ադիշ տեսակ Աստված ունի, ասիշ տեսակ հավատք ունի։ Այսպես խոսքեր կլսենք, բայց Հիսուս եւ որ գսե Աստվածիմ, ինչու զիս թողուցիր, Սաղմոս 22-ն, գերտականը որ Սաղմոս 22-ն բոլորովին մարգարեություն է Հիսուսի խաչելության, Հիսուսի հարության, նույնիսկ Հիսուսի հակուսներու մասին խոսքեր կան այդ Սաղմոսին մեջ խաչին վրա։ Ուրեմն Հիսուս Սաղմոս 22-ն գուզե հիշեցնել այն ժողովրդին, որոնք շատ լավ գիտեին։ Գոնե քահանաները շատ լավ գիտեին Սաղմոս 22-ին միտքը ինչ էր։ Եվ ավասիկ կտեսնենք Հիսուս հորմեն գթողվի գլքվի, այո։ Հիսուս ամենեն գլքվի, բոլորեն գլքվի աշակերտներեն, ժողովուրդեն, բայց նաև հորմե։ Գիտեք ինչու։ Քանի որ Հիսուս իր վրան անեծքը արավ։ Մեղքին անեծքը հաղրավ իր վրա հագավ։ Եվ երբ որ մեղքը ինչպես եմ թբավ երրորդության Աստծույն, Աստված հայրը բաժնվեցավ իր որդիեն, քանի որ որդին անեծքը հագավ իր մեջ։ Անգարելի էր, որ երրորդության մեջ մեղքը մտներ։ Ուրեմն Հիսուս երբ մարդկությունը հագավ, այն մարդկության մեջ երբ որ մեղքը արավ խաչին վրա, միջև այդտեղ այնպես չէր։ Ես եւ հայրը մեկ ենք կսեր, բայց երբ որ մեղքը արավ խաչին վրա իբր գառն Աստծո, որբեսի մորթվեր մեղքի համար, անժամանակ երրորդությունը բաժնվեցավ իրար մե, որ երբեք այդպես բան եղած չէր, որ Հավիդյանս Հավիդենից երրորդությունը մեկ էր, միապան էր, մեկ սիրո մեջ էր, բայց այդ րոպեին քեզի համար, ինձի համար, մեր պատճառով բաժնվեցավ երրորդությունը իրար մե, քանի որ որդին հագավ անեծքը մեղքին։ Անորամար Աստված լքեց Գաղատացիս երրորդ գլուխը, երկրորդ Օրինաց 21 գլուխը, առաջին Պետրոս երկրորդ գլուխ, այս բոլորը մեզ կսորվեցնե։ Հիսուս թժողքը գտեսնե։ Հիսուս կարծեք թժողքի մեջ կմտնե, թժողքը ինչ է, երբ Աստված կլքե մարդը, երբ մեղքի պատճառով Աստված կհերանա մարդոցմե, այս է թժողքը։ Եվ Հիսուս գճաշակե այդ թժողքի ցավը, դարաբանքը,
նեղությունը։ Եվ Սուրբ Գիրքը մեզ գսե խավար ծածկվեցավ այդ ժամերուն։ Գիտեք ինչու խավար, քանի որ սիրելի քույր եղբայրներ, կյանքի լույսը ահավասիկ մեղ կհակավ, անեց կհակավ, քանի որ արդարություն, արևի արդարությունը գսե կոծվեցավ, մեղքը մտավ լույսի մեջ, Հիսուս դիդավորյալ արավ այս բոլորը քեզ եւ իմ համար, անեց կհակավ քեզ եւ իմ համար, գուզեմ շեշտել, եւ երրորդությունը լրություն հակավ, դխրություն հակավ, խավար եկավ ամբողջ դիեզերքին մեջ։ Այո, նշան էր այս խավարը թադաբարդության։ Աստված մարդ արարածիս լրջությամբ եւ խստությամբ կխոսի այստեղ ասելով, երբ մեղք գուկա, խավար գուկա, հարաբերություն չգա, բաժանում գա։ Ինչպես որդին կպաշտվի հորմեն, այնպես բաժանում գա, երբ մեղք կգա։ Աստված այստեղ մեզի նշան գուտա, որ մեղքը բաժանում կստեղծե։ Եվ եթե ուշադրություն գնեք սիրելիներ, Հիսուս հայր իմ չսեր, այլ Աստված իմ գսե։ Կգրտնես Ամոս 22-ն, բայց այստեղ Աստված իմ գսե, գիտեք ինչու, քանի որ հայրը դարձավ Աստված, թադաբարդության Աստված, քանի որ մեղքը դրավ Հիսուսի վրա։ Թադաբարդության Աստված, թադավոր Աստված, այլ հայր չէր, այլ թադավոր Աստված էր։ Երբ Աստված Հիսուս Քրիստոսով մեզի հայր չլար, մեր թադավոր Աստվածը գլա, որուն հաշիվ պիտի տանք եւ մեր մեղքերուն համար պիտի պատժվենք, անոր համար պետք ունենք ապաշխարության, որ Հիսուս Քրիստոս այդ լուրջ, խիստ, սուրբ, արդար Աստվածը դարձնե մեր հայրը։ Բայց այստեղ Հիսուս ինքը հակավ մեղքը եւ հայրը դարձավ իր Աստվածը, թադավոր Աստվածը, արդար Աստվածը։ Հիսուս նաև երբ գսե ինչուզից լքեցիր, նաև այդտեղ ցավ էր, ֆիզիկական ցավ էր։ Ֆիզիկական ցավը, որ ինք մինակ էր։ Հավիդյանը Սավիդենից որդին հորմեն չեր բաժնված, ժողովուրդ լավ հասկացեք։ Եվ ահավասիկ Հիսուս մինագությունը գճաշակե, մենագլալու ցավը գճաշակե։ Մարդը մենագության համար չէ, երրորդությունը նույնիսկ մենակ չէ, միշտ երեք են, երեք անձնավորություն միապանված մեկ եղած, մարդը մինագլալու համար ստեղծված չէ, եւ մենագությունը հավասիկ Հիսուս այդ ցավը գկաշե։ Ինչպես մենք կտեսնենք Հոգաս 15-16-ին մեջ, այդ հարուստի արագը, երբ հարուստը տեսե թժողքին մեջ գդարաբեր մենագությամբ եւ նաեւ իր ցավը հոգեվոր ցավ էր։ Գիտեք ինչու, քանի որ այդ վարգյանին Սատանան եւ ամբողջ դեվային աշխարհը կարողացան Հիսուսի հարվածել։ Ինչու, քանի որ անեծքը հակավ Հիսուս։ Միջև այդ փորձեցին լա Սատանան, լա դևերը, փորձեցին Հիսուսի խապել եւ մեղքի մեջ տանել, բայց չհաջողեցան։ Բայց հիմա խաչի վրա Հիսուս մեղքը հակավ։ Եվ որ Հիսուս մեղքը հակավ, այս բոլոր տշնամիները նույնիսկ հոգեվոր հարցակեցան Հիսուսի վրա։ Իր ցավը նաեւ հոգեվոր էր, որ կհարվածվեր նաեւ տշնամիի կողմեն։ Քանի որ Հիսուս քեզի համար, ինձի համար հակավ մեղքը։ Այո, Հիսուս հարադևեց, այն ցավին մեջ շարունակեց, այո գսեր հայր իմ, Աստված իմ, բայց կշարունակեր առնել այն բոլորը, ինքը իրավունք ուներ սիրելիներ, այդ ռոբեին նույնիսկ փոխել ծրագիրը, գրնարնել Աստված էր ինքը, բայց ոչ, մինչև վերջ գնաց, իսիրո քեզ եւ ինձ, հարադևեց մինչև վերջ, անոր գսեք հարադևե հավատ սիրո մեջ մինչև վերջ, պիտի ապրի, նույն բանը Հիսուս կնե, մինչև վերջ իր սերը մեր հանդեպ,
ցավը գուդե, հարվածը գուդե, ֆիզիկական, հոգևորապես, գմեգուսանա, Աստված գլքեզինք, ժողովուրդը գլքեզինք, տևերը կհարցակին իր վրա, այս բոլորի մեջ կհարադևե, քանի որ իր սերը անխախտ է քեզ եւ ինձ համար։ Այո, Հիսուս 4-րդ խոսքը կսե Աստված իմ ինչ ուզիս լոկուցիր, այս բանը հրավ քեզի համար։ Ինք լքվեցավ, որ փրկությունը ստեղծե մեզ համար։ Հալելույա։ 5-րդ խոսքը, որ կտեսնենք Հովաննու 19:28-ին մեջ։ Հովաննու 19:28-ին մեջ։ Հիսուս կսե ծարավ եմ։ Ծարավ եմ։ Նախ իր մարմինին մեջ այնքան վերքերը ծանր էին, այնքան արյուն գգործընծներ, այնքան գծավեր, որ ծարավեր։ Իրեն ուզեցին կացախ տալ, որ քիչ մը հանգստացնե իր ցավերը, բայց ինք մերժեց, ինք ուզեր այդ ցավերը գրել մինչև վերջ։ Ինք պետք է գրեր ցավերը, քու ցավերը եւ իմ ցավերը։ Ետկալ չգար իր համար։ Ինք պետք է մեր դեղը այդ ցավերը գրեր։ Ինք պետք է ճաշակեր դժողքը եւ այդ ցավերը, որ ինք հաղթություն հրճագեր հետո անոց վրա։ Կփնդրեք սե գամեգ արդյոք, որ ինձի մի բաժակ ջուր դա։ Գիտեք ինքը Մատթեոս 10-ին մեջ գսե, եթե մեկը գսե մի բաժակ ջուր գուտ այս փոքրներուն իմ անունով իր վարսածությունը շատ պիտելա։ Մատթեոս 25-ի մեջ կտեսնենք, գսե ես ցեզի եկա եւ ինձի ջուր դվիք, ինձի գերագրեցիք, ինձի ընդունեցիք եւ դերը կվարցադրե այն բոլորին, այդ բոլոր զավակներուն, այդ բոլոր անձերուն, որ իր զավակներուն համար գհոգան։ Եվ հիմա Հիսուս խաչին վրա կանգնած գսե ծարավ եմ, գամեգ արդյոք ջուր պիտի տա ինձ։ Անշուշտ ֆիզիկական ջուրի մասին էր խոսքը, բայց նաև հոգևոր ծարավը։ Երբ որ հայրը գթողի Հիսուս Քրիստոսի իր մեջ կբարձրանա այն հոգևոր ծարավը, այն ծարավը, որ շատ շուտ վերակտնե իր հորը, այն ծարավը, որ բագաս ունի իր հորի հետ, այն ծարավը, որ գգարոտնա իր հորը, մի քանի վարգյան է, գգարոտնա իր հորը, ծարավ եմ հայր, ծարավ եմ քեզ, գիտեմ մեղքարի իմ վրաս, անեց կարի դու իսպե բաժնվեցար, բայց ես քեզ ծարավ եմ, ծարավ եմ, հոգևոր ծարավ եմ ես քեզ։ Նաև Հիսուս այստեղ ծարավ է այդ մարդկանց, որոնք օրմը այդ մարդկանց նման, որոնք օրմը դժողքի մեջ ծարավ պիտի ըլլան։ Երբ կսե ծարավ եմ, ըսել գուզե, որ երբ որ մեկը բաժնված է աստուծմե, այն հոգևոր ծարավի մեջ պիտի լա Հավիդյանը Սավիդենից, ինչպես քիչ առաջ ըսի այդ հարուստը, որ մտավ դժողքի մեջ կսե, եւ գսե գաթիլմը ջուր միայն, ծարավ եմ։ Դժողքի մեջ այս տարաբանքը գա, աստուծմե հերու հույս չգա, ծարավ ենք հույսի, բայց հույս չգա։ Աստուծմե հերու դարաբանք ենք, ծարավ ենք շնորհքի ներման, բայց չգա։ Հիսուս այդ կսե, այս վարգյան դժողքը կներկայացնե ամբողջ աշխարհին եւ քեզ եւ ինձ։ Ծարավ եմ, այո, նաև Հիսուս ծարավ է փրկության, խաչին վրա, գսե այս օրերը պիտի անցնին ես ծարավ եմ հոգիներ փրկելու, ծարավ եմ հոգիներ գալու, ծարավ եմ հոգիներ տեսնելու, փրկված, ծարավ եմ փառապանություններ լսելու, ծարավ եմ, որ այս վարգյանեն վերջ Աստծո նոր ժողովուրդ պիտի բարձրանա, այս վարգյաններեն վերջ Աստծո օրհնություններ պիտի բարձրանա, ծարավ եմ հոգիներու, ծարավ եմ փրկության, ծարավ եմ, հալելույա։ Դեր այստեղ, երբ կսե ծարավ եմ, մեզ կներկայացնե դժողքի ցավը, բայց նաև կներկայացնե Հիսուսի սիրտը փրկվածներու համար։ Հիսուս ծարավ է քեզ սիրելիս, ծարավ է քեզ տեսնելու ուրախության մեջ, ազատագրության մեջ, փրկության մեջ, փառապանության մեջ, ծարավ է քեզ տեսնելու։
Ուշադիր, եթե Աստծո հետ չես հաշտվիր, եթե Հիսուս Քրիստոսը չես ապաշխարիր, չես նվիրվիր Տիրոջը, դու գիտիր, որ այդ հավիտենական ծարավը պիտի ապրիս դժոխքի մեջ, ուրեմն շատ շուտ վերադարձիր եւ աղոթե, եւ զղջա, եւ ապաշխարե, եւ անոնք որ հավատացյալ են մեր մեջ, կացեք այս քարոզը դվեք 4 կողմը, եթե Հիսուս չգա մեր կյանքին մեջ առաջին դեղը, մենք հավիտյանս հավիտենից դժոխքի մեջ ծարավ պիտի բորանք եւ ոչ մի լուծում պիտի չգտնվի։ Հիմա է բրգության օրը, այսօր իմ հետս դրախտ պիտի լաս կսե, այսօր է բրգության օրը եւ ոչ մերնել են հետո, այլ հիմա։ 6-րդ խոսքը, որ Հիսուս կսե, այդ խոսքը Հովանու 19:30-ին մեջն է։ Գսե ահավասիկ ամեն ինչ կատարվեցավ։ Եվ այս խոսքը, որ Հիսուս կսե այդտեղ այս խոսքը որ գհրճագե, բարձրապես այն խոսքն է, որ ժողովուրդը կհասկանայի, որ երբ որ մեկը այս խոսքը գսեր ամեն ինչ կատարվեցավ, այն խոսքն էր, որ ծարային խոսքն էր։ Երբ որ դանդերը ծարային կորձ գուտար, ծարան այդ կորձը գներ եւ գվերաթարնար եւ գսեւ ամեն ինչ կատարվեցավ։ Հիսուս ճիշտ նույն հայտարարությունը գնե։ Ճիշտ նույն արդահայտությունը կկործածե։ Ամեն ինչ կատարվեցավ։ Այն բաները, որոնք որոշված էր, որ պիտի լար հավիտենականության մեջ, ամեն ինչ կատարվեցավ։ Հիսուս ծարան, Աստծո սիրելի ծարան, ինչպես Եսայի մեզ գսորվեցնե, Աստծո հավատարիմ ծարան կատարեց իր առաքելությունը։ Իրեն դրված կորձը կատարվեցավ։ Ինչ բան որ պիտի ըներ կատարվեցավ, ինչպես ամեն մարգարեությունը գսեր Հիսուսի համար, այդ ամենը կատարվեցավ, ամեն ինչ վճարվեցավ։ Հիմա այլևս մեղքը գոչնչանա եւ Հիսուս հիմա իր արյունով անեցկեն գրնա ազատել մարդը, օրենքի անեցկեն գրնա ազատել մարդը եւ բրգել մարդը, այլևս պայքարը վերջացավ։ Այո, վերջացավ։ Թշնամին բարդվեցավ, այո, հաղթվեցավ մեղքը։ Հիսուս կատարեց ամեն ինչ խաչին վրա։ Հալելույա։ Այսալ 6-րդ խոսքն էր, իսկ 7-րդը նայեցեք քեղեցիկ կսե հայր, իմ հոգին քու ցերկերուտ մեջ կհանցնեմ։ Քիչ առաջ Աստված իմսավ, հիմա հայրսավ։ Ինչու՞։ Քանի որ միացավ հորը հետ։ Եվ իր հոգին հորը ցերկերուն մեջ կհանցնե։ Բաժանում եղավ մի քանի վարքյան։ Հավիտենականության մեջ այդ բաժանումը ցավալի եւ ցավալի էր, բայց մի քանի վարքյան էր։ Հիսուս իդ վերագտնե իր հարաբերությունը իր հորը հետ եւ գսե հայր, ահավասիկ իմ հոգիս քու ցերկերուտ մեջ կհանցնեմ։ Գհիշե Հիսուս Սաղմոս 31-ը։ Ամեն մարդ լքեցին, Աստված լքեց, ամեն մարդ թողեցին Հիսուսին, բայց հիմա Հիսուս գվերագտնե իր հայրը, Սուրբ Հոգին գվերագտնե իր հայրը։ Հիսուս ինքն է որ գահանցնե իր հոգին, իր հորը։ Լավ լսեցեք, Աստված չէ որ գմերցնե Հիսուսին, այլ Հիսուս ինք գհանցնվի, ինք կառնուկ կլա, ինք գուդա իր կյանքը, եւ իր մահը, եւ իր կյանքը իր ցերկերուն մեջն է։ Ինձի դրված է ամեն իշխանություն գսե, եւ այդ իշխանությունը հավասիկ կտեսնենք կյանքը եւ հոգին գուդա Հիսուսի։ Իր հորը ներողություն, ես կհանցնեմ քեզ գսե։ Հովանու 10-րդ գլխու մեջ ես կհանցնեմ քեզ։ Եվ այդտեղ գրված է Հովանու 10-ի մեջ Հիսուս հոգին տվավ։ Ինք տվավ։ Եվ այդ հոգին դալը նաև այդ մարգարեությունն է, որ իր մահով, հետո հարությունով Սուրբ Հոգին պիտի դար բոլոր մարդկանց։ Հիսուս ինք հանձնեց իր կյանքը Հիսուս Քրիստոսի, իր հորը ներողություն։ 7-րդ խոսքը, 7-րդ օրը, չմոռնաք 7-րդ օրն է, շաբաթ օրը արդեն պիտի մտներ։ Հիսուս իր գործը կատարեց եւ հիմա, քանի որ 7-րդ օրն է, հիմա պիտի հանգստանա։ Անոր համար շաբաթ օրը հանգստի օր եղավ։
հрյաներուն համար շաբաթ օրը հանգիստի օր էր եւ Հիսուս անոր համար մերավ ճիշտ շաբաթ օրը սկսել են առաջ։ Հрյաները շաբաթը կսկսեր մար մտնելու ժամանակ։ Ուրեմն ուրբաթ երեկոյան կսկսեր շաբաթ օրը։ Եվ Հիսուս ճիշտ այդ վարքյանին իր կյանքը անցնեց, ասելով որ ամեն ինչ կատարվեցավ, հիմա Աստված մտավ հանգստի մեջ։ Այլ կորձ ըներիկ չկա Աստծո կողմեն։ Աստված կատարեց այդ ամեն կորձը, որ պիտի ըլլար Հիսուս Քրիստոսով։ Կատարվեցավ, վերջին գետն է, կատարվեցավ, Հիսուս հաղթեց։ Եվ ամեն ձուն կծրի այդ հաղթող Հիսուսին առջև։ Եվ այդ ժամանակ հենց այդ րոպեին, որ Հիսուս ըսավ իմ հոգին կհանցնեմ քեզ, երբ որ միացավ երրորդությունը իրար, այն վարյան հրաշքը կատարվեցավ երկու կարևոր բան։ Առաջինը գսվի, որ տաճարին վարակույրը պատրվեցավ, երկրաշարժ եղավ, տաճարին վարակույրը պատրվեցավ։ Ասել է որ այլևս արգելք չկա մարդ եւ Աստուծո միջև։ Մեկ միջնորդը Հիսուս Քրիստոսն է, վարակույր չկա ժողովուրդ, եկեղեցին մեջ, հավատքին մեջ վարակույր չկա, այլ շնորհած աթոռը բաց է խոսելու, բաց է միապանվելու, բաց է Տիրոջ հետ ըլլալու կամ Հիսուս խաչին վրա կատարեց։ Այո, մենք դերևս կհիշենք այս շաբաթը, բայց ասեմ ձեզ 2000 տարի է վարակույրը բաց է։ Հիսուսի մեր եւ Աստծո միջև Հիսուս կա։ Այդ հրաշքը եղավ, որ այդ տաճարը, այդ սրբոց սրբավայրը, այդ սուրբ վայրը, որ ոչ մեկը մտնելու իրավունք չուներ, դարին մեկ անգամ միայն քահանան, ոչ մեկը տեսած չէր այդ տաբանակը, ոչ մեկը տեսած չէր տաբանակի գեղեցկությունը, Հիսուսը ասավ, հիմա որ ես կատարեցի ամեն ինչ, ել ուրիշ բան չկա մեզ արգելող, մտանք հանգիստի մեջ։ Եվ Եբրայեցիս 4-րդ գլուխը մեզ գսե, եւ մենք մտանք հանգիստի մեջ այն օրը, որ Հիսուս ինք մահացավ։ Մտանք հանգիստի մեջ։ Մենք հիմա հանգիստի մեջ ենք, երբ Հիսուս Քրիստոսը գտնունիկ եւ երկրաշարժ եղավ, տաճարի վարակույրը պատրվեցավ եւ գսե սուրբ գիրքը Մատթեոս 27-ին մեջ 52-րդ համարը եւ քերեզմանները բացվեցավ գսե եւ հավատացյալներ դուրս ելան, անոնք որ մեռած էին հավատքի մեջ, անոնք հարություն արին։ Նշան է, որ Հիսուսի խաչելուտենեն հետո ամբողջ եզերքի օրենքը փոխվեցավ, խախտվեցավ Հիսուսի խաչելուտենեն հետո պիտի լար հանգիստը շաբաթօրյա եւ գիրագի արավոտ շուտ հարության զորությունը պիտի հրճագեր եւ այդ հարության զորությունը պիտի ցույց տար, որ մարդը վերստին ծնված Հիսուս Քրիստոսի արյունով մաքրված կկարողանա հորը հայր կանչել եւ Հիսուս Քրիստոսը միապանությամբ իր փրկիչը իր Տերը Սուրբ Օգի զորությամբ քայլել մինչեւ հավիտենականություն։ Իրեն լափարք հիմա եւ միշտ եւ հավիտյան։ Հալելույա։ Ամեն, ամեն եւ ամեն։ Հուսամ այս սերդողությունը, սիրելի քույր եղբայրներ, բոլորիս բերավ այն տեղը, որ մենք այսօր գրնանք ասել փառք քեզ Տեր քո խաչելության եւ քո հարության համար։ Գգրտնեմ առաջին խոսքը հայր ներեզանոն կանզի չենք իրեր ինչ կնեն։ Երկրորդ խոսքը սամ այսօր ավազագին այսօր դուն ինձ հետ պիտի թրախտի մեջ։ Երրորդ խոսքը երբ մայրը տեսավ ով գին ահա քո զավակդ եւ այդտեղ միացավ մայրը եւ եկեղեցին։ Չորրորդ խոսքը Աստված իմ ինչու զիս թողուցիր եւ այդտեղ տեսանք ինչու։ Հինգերորդ խոսքը ծարավեմ մսավ Հիսուս։ Վեցերորդ խոսքը ամեն ինչ կատարվեցավ եւ յոթերորդ խոսքը հայր իմ հոգին քո ցերկերուտ մեջ կդամ եւ հոգին տվավ։ Ամեն այս բոլորը մեր փրկության, մեր ուրախության, մեր ազատագրության համար է։ Դերը փառավորվի սիրելի քույր եղբայրներ եւ ինքը լա մեր միակ միջնորդը եւ բարեխոսը այս քեղեցիկ արիթին համար որ դերը դվավ մեզ, այս քեղեցիկ արարքին համար որ գդարեց 2000 տարի է։ Երանի այսօր հավատացյալները հասկնային այս վարտաբեդական 7 գետերը եւ այդ 7 գետին մեջ ազատագրված քայլեին Տիրոջը դան մեջ, միապանության մեջ, ծառայելով եւ սիրելով եւ փառք տալով որ Տերը գդարած է ամեն ինչ իրենց համար։ Հալելույա, օրհնյալ է Տիրոջ գամքը։ Եկեք լսենք այս քեղեցիկ երգը։ Դու արի տեվի Գոլգոթա գսե, այնտեղ է կյանքի սկիզբը։ Եվ այս երգեն հետո պիտի աղոթեմ ցեզի համար։ Եկեք այս երգը, այս պարապանության երգը մտնենք աղոթքի մեջ, պիտի խնդրեմ, միշտ այս երգը պիտի երթա, մտիր աղոթքի մեջ, եթե դու ես աչքերդ փակե, մտիր աղոթքի մեջ եւ փառք տուր Տիրոջը այս կարևոր խոսքերով համար եւ գվերակտնենք իրար։
Հաճախակի արի դու Գողգոթա Այնտեղից է կյանքի սկիզբը Նայիր Աստծո զոհին խաչի վրա Անմեղ ձեռքերից արյունը հոսեց Աստծո որդին այնտեղ Գողգոթայում երկնքից դուր բացվեց Մարդկությունը փրկություն ստացավ Անմեղ ձեռքերից արյունը հոսեց Աստծո որդին այնտեղ մահացավ Գողգոթայում երկնքից դուր բացվեց Մարդկությունը փրկություն ստացավ Թող որ այս կյանքի քո արահետը հեռու չգնա այն հին խաչից Որ հոգիդ ինչպես մանկական սիրտը Մաքուր լինի բոլոր մեղքերից Երջանկությունը հեռվում մի փնտրի Արի այստեղ և դու կգտնես Խաչի մոտով անտարբեր մի անցի Այստեղ Հիսուսով կյանք կգտնես Երջանկությունը հեռվում մի փնտրի Արի այստեղ և դու կգտնես Խաչի մոտով անտարբեր մի անցի Այստեղ Հիսուսով կյանք կգտնես Այստեղ են մարդիկ միշտ նայել հույսով Այստեղ են մեր երազանքները Այստեղ էր որ Հիսուսն իր արյունով Կորստից ազատեց աշխարհը Թեկուզ մարդկության ողջ պատմությունը Բազում դարերի մեջ մոռացվի Հիսուսի տարած մեծ հաղթությունը Հավիտենությունն է չի ջնջի Թեկուզ մարդկության ողջ պատմությունը Բազում դարերի մեջ մոռացվի Հիսուսի տարած մեծ հաղթությունը Հավիտենությունն է չի ջնջի Քեզ գործնենք եւ կպատվենք ամենագալ Աստված մեր շնորհակալ ենք։
որ հավանականության մեջ որոշեցիր Հիսուս Քրիստոսը ղրգել այս աշխարհ։ Ինք մերավ մեզի համար դեր։ Ինք վերցուց մեր անեծքները եւ մեր պատիժը իր վրա։ Եվ մենք պարտական ենք Հավիդյանս Հավիդենից։ Բադվելու, օրտնելու, ծառայելու, հետևելու, հնազանդելու, այն միագին, որ դու տվիր, այն միագը դեր, որը սիր այս է իմ սիրելիս որդիս, ադոր մդի գրեք։ Մեզ օգնե դեր, մեզ օգնե հայր, Սուրբ Հոգի զորությամբ, որ Հիսուսի միապանվենք, Հիսուսի հետ մեկը լանգզիկ ճանաչելով, մեր անձերը խոնարեցնենք Տիրոջ առջև դեր, մեզ օգնե հայր, որպեսզի անդադար քեզ բադվողը լանք, քեզ նվիրյալը լանք, եւ այս խոսքերու մեջ աբրողները լանք, ինչպես դուն գուզես։ Սուրբ Հոգի օգնության գարիք ունենք։ Աղոթե մեր սիրելի քուր եղբայրներուն համար, որոնք անգեղծապարգե հետևին այս խոսքերուն, անոնց դուները օրտնես, անձերը օրտնես, իրանց ցույց տաս քո անձը Հիսուս, ինչպես այդ ավազագինեցին այսօր, այդպես ալամ մեմեգուսես այսօր, եւ մենք ճաշակենք օրտնությունը։ Դեր դուր քո նման ծարավը լանք ճշմարտության, ծարավը լանք արդարության, ծարավը լանք մաքրության, ծարավը լանք սրբության, ծարավը լանք հավերնականության դեր, եւ այդպես ապրենք ծարավի մեջ, արդար եւ ուղիղ ջամփու մեջ, օգնելով դեր մեր ժողովուրդը հայացքը, որ այս օրերու մեջ իսկապես ապաշխարություն ապրին, իսկապես զղջում ապրին, եւ իսկապես հասկանան խաչի զորությունը, եւ այդպեսով դեր իսկապես հարության օրտնության մեջ մտնեն։ Գործնենք եւ գաղութենք ինգացներու համար, մինագներու համար, անոնք որ դարաբանքի մեջ են, ցավի մեջ են, մինագության մեջ են, գաղութենք ով դե իրենց ուղարկես այնտեղ, որ այդտեղ եկեղեցին շրջաբադե եւ օրտնես իրենք։ Գաղութենք խոնարհության հոգի դաս նախ այդ անձերուն, որբեսի միանան եկեղեցին, իսկ եկեղեցին ալ դա սիրո եւ համբերության միտքը, որբեսի շրջաբադեն եւ օրտնեն։ Դե դու գուզես, որ ոչ մեկը մինակ չլա։ Դու խաչին վրա մինագությունը ճաշակեցիր եւ չուզեր ոչ մեկը մենագության մեջ լա, այլ միապանված ոչ թե ընտանիքի հետ, այլ քո ընտանիքին հետ ճշմարիտ հավատքի կյանքի մեջ։ Քեզ կբատվենք եւ գործնենք, գաղութենք եւ միջամտենք բոլոր քույր եղբայրներուն համար։ Եվ անոնք որ դեր հերույ են, դեր ապաշխարած չեն։ Եվ անոնք որ դերևս ապաշխարած ըսելով գաբրին իրենց ինքնագամ կյանքը փերեստեր քո ժողովրդին մեջ։ Քանզի պիտի դու քո ժողովուրդդ քեզ հետ տանելու, չլա թե ովի մեկը մինակ մնա, դուրս մնա, ովի մեկը ով դեր քեզ մե հերու մնա, այլ բոլորը խոնարհությամբ կան եւ քո տաճարին մեջ, քո ժողովրդին մեջ, քո սրահներուն մեջ, քո սեղանիկով բաշտեն եւ ծառայեն քեզ։ Եվ փառքը դրվի երրորդության Տիրոջը, հիմա եւ միշտ եւ Հավիդյանս Հավիդենից, հալելույա։ Ամեն, ամեն եւ ամեն։ Դերը ցեզ արադաբես օրտնե սիրելի քուր եղբայրներ, ցեզ գմախտեմ իսկապես բարի շաբաթ, իսկապես կտեսնեք անոնք որ Facebook-ով գեդեվի մեզ, որ ամեն օր ուղերձներ գուղեմ, թե ունենք 5 շաբթի եւ ուրբաթ եւ շաբաթ օրը ուղերձի, անգևերջ գիրագի օրը պիտի հրճագենք Հիսուս Քրիստոսի հարությունը բոլոր աշխարհի հետ միասին։ Միջ այդ եղեք օրտնված մնացեք Քրիստոսի մեջ, իր խոսքի մեջ, սիրո մեջ եւ բարձության մեջ, թող բարավորվի դերը։ Ցեզ գործնեմ Հիսուս Քրիստոսյանով ցտեսություն։